4 ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշի 4,4%-անոց աճ։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունվար-ապրիլի մակրոտնտեսական ցուցանիշները։ Ամենաբարձր աճն արձանագրվել է շինարարությունում 15%, ծառայությունների ծավալն ավելացել է 9,9, առևտրի շրջանառությունը 5,2, էլեկտրաէներգիայի արտադրությունը 2,6%-ով։ Անկում է գրանցել արդյունաբերությունը 16,1%-ով եւ արտաքին առևտուրը 52,9%-ով, որից արտահանումը 64, իսկ ներմուծումը 46,5%-ով։ Սպառողական գնաճը կազմել է 2,7%, իսկ արդյունաբերական արտադրանքի գներն ավելացել են 2%-ով։ Վերջին տարիների համար թերևս ուշագրավ երևույթ է եղել տնտեսական ցուցանիշներում, եթե միշտ տացն ավելի բարձր էր լինում, քան համախառն ներքին արդյունքի ցուցանիշը, ապա այս տարվա առաջին եռամսյակի տվյալով ՀՆԱ-ի աճը կազմել է 5,2%, իսկ տացը թե եռամսյակային, թե արդեն 4 ամսվա կտրվածքով ավելի ցածր է։ Իլ-դը-Ֆրանսի գործընկերները Երևանի քաղաքապետարանին առաջարկում են մայրաքաղաքի փոքր կենտրոնի որոշ փողոցներում սահմանափակել երթևեկությունը, այն դարձնել միայն հետիոտնի եւ հասարակական տրանսպորտի համար։ Առաջին քայլով առաջարկվում է դա անել Հանրապետության հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան եւ Արամի փողոցներում։ Առաջարկը դեռ ուսումնասիրվում է, վերլուծվում է։ Հայ-ֆրանսիական քննարկումները վերաբերում են Երևանի փոքր կենտրոնի շարժունակության հայեցակարգին։ Նույն գործակցության շրջանակում մշակվել է նաեւ առանձնացված ավտոբուսային գծերի ամբողջական երթուղի, որը նոր-նոր վարչական շրջանից պետք է հասնի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան։ Երթուղու մի մասն արդեն իրագործվել է։ Հունիսին փոփոխություններ կարվեն մի շարք այլ փողոցներում։ Երթևեկության փոփոխություն կարվի Սարյան փողոցում, որ խցանումները կրճատվեն, մեծանա երթևեկության միջին արագությունը։ Նպատակն է երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ հասարակական տրանսպորտին տալ առավելություն, որ ծառայության որակը բարելավվի եւ սպասարկումը լինի սահմանված գրաֆիկով։ Գործակարգավարական նիստում զեկուցվել է նաեւ, որ ընթացքում են Նոր-Նորքում գտնվող Տոր-Քանգեղի արձանի հարակից տարածքի բարեկարգման երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները։ Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման կառավարության հաստատած 3 ծրագիր ընթացքի մեջ է։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է իրականացրել իր ղեկավարած գերատեսչության համակարգմամբ կառուցվող բնակելի թաղամասերից երկուսի շին հրապարակում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։ Հանրային ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման պետական ծրագիրը մեկնարկել է 2014 թվականին։ Այս ընթացքում իրականացվել է 9 խոշոր ծրագիր, որոնցից 6-ն արդեն ավարտված է, 3-ն ընթացքի մեջ։ Հանրային ծառայողները բնակարանները ձեռք են բերել շուկայականից 15-ից 30%-ով ցածր արժեքով, որը զուգակցվել է եկամտային հարկի վերադարձի մեխանիզմով։ Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման 9 ծրագրով բաշխվել է 3409 բնակարան եւ 2336 ավտոկայանատեղի։ Գավառի հացառատ թաղամասի բնակիչ Գարիկ Պողոսյանը տարիներ առաջ իրենց տնամերձ այգին թանգարան է դարձրել 19-ից մինչև 20-րդ դարի կեսերի գյուղական ավանդական կենցաղային իրերի ցուցադրությամբ երիտասարդ այցելուներին պատմում է գրեթե մոռացության մատնված արհեստների ու տեխնոլոգիաների մասին։ Այգու նկատմամբ աճող հետաքրքրությունը երիտասարդին էկո-հյուրատուն կառուցելու գաղափար է տվել։ Տեղի եւ օտարերկրյա զբոսաշրջիկները ոչ միայն գիշերակացի վայր կունենան, այլև հաղորդակից կլինեն գյուղական ավանդական կենցաղավարությանը։ Հյուրատան բացումն ուղեկցվում է Գավառի ավանդական խոհանոցի ամենատարբեր ուտեստների պատրաստման վարպետաց դասերով եւ հյուրասիրությամբ։ Զբոսաշրջիկներն ըստ ցանկության իրենք էլ կարող են թոնրի լավաշ եւ գաթա թխել, Գավառի հայտնի քյուֆթա պատրաստել։ Շատ կարևոր է, երբ հատկապես միջազգային զբոսաշրջիկը այցելում է մեզ, ինչու՞ չէ, նաև մենք քաղաքաբնակներս կարողանա օգտվել մարզային գաստրո փորձառնություններից։ Զբոսաշրջության կոմիտեն իր բոլոր գործիքներով կնպաստի նման նախաձեռնություններին, այդ թվում սոցիալական փաթեթով իրենց հանգիստը անցկացնող մեր քաղաքացիներին ուղղորդելով դեպի մարզեր, դեպի նման հյուրատներ։ Դարերից մեր օրեր հասած տեխնոլոգիայով պատրաստված գինիների խառնուրդը ձեռքին, փորձառու գինեգործն ուրախությամբ ասում է, մոռացվածն այլևս վերականգնված է։ Մուգ գույնով, հարուստ բուրմունքով, մեղմուտ հարմացնող թթվայնությամբ, առանց հավելանյութերի ու սպիրտի այս գինու դեպքում կարևոր է պահպանել մրգի բոլոր համային շերտերը։ 20 տարի առաջ նրան գինու արտադրություն սկսած ընկերությունն այսօր նոր ուղղություն է վերցրել։ Նպատակն է վերադառնալ ավանդական տեխնոլոգիային եւ ստեղծել խմիչք, որը կլինի խիստ հայկական ու բացառիկ։ Գործարանի հիմնադիրը վստահեցնում է
արտաքին շուկաներին հետաքրքրում է այն, ինչը յուրահատուկ է կապված տվյալ երկրի պատմության, մշակույթի հետ։ Իսկ նռան գինու շուկայում մենք կարող ենք մրցունակ լինել, նման արտադրություն շատ քիչ երկրներ ունեն։ Գինու արտադրության մեջ կայունության ապահովումը կարևոր պահանջ է, որ խմորումը շշալցումից հետո չշարունակվի, գինին չվարակվի միկրոբներով եւ չկորցնի որակը։ Դեռևս սովետական տարիներից պահպանված տեխնոլոգիական կանոնակարգերն առաջարկում էին շաքարի օշարակ կամ սպիրտ ավելացնել գինու թնդությունը բարձրացնելու նպատակով։ Իսկ Հայաստանի արևաշող հողերում աճող նուռը բնական ձևով կուտակում է 15-ից 17% շաքարայնություն, ինչը թույլ է տալիս ստանալ կայուն գինի առանց հավելումների։ Վերադարձանք մեր արմատներին եւ պատրաստեցինք առանց շաքարի եւ թնդությունը ստացանք 9%-անոց, բայց այստեղ հանդիսանում է հենց ամենամեծ արժեքը նրա մեջ, որովհետեւ կարողանանք 9%-անոց նռան գինին ունենանք կայուն վիճակում։ Մեր նպատակը նրանում է կայանում, որպեսզի աշխարհագրական տեղանունը ֆիքսենք եւ տեխնոլոգիապես նաեւ կապը ցույց տանք եւ բաց լինի բոլոր արտադրողների համար։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 0.3%-ով, կազմելով բարելի դիմաց $60.38։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 0.4%-ով, կազմելով բարելի դիմաց $60.73։ Ոսկու միջազգային գինը նվազել է 0.3%-ով եւ մեկ ունցիայի դիմաց կազմել $3384։ Բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ բարձրացել է 0.7%-ով եւ կազմել մեկ հատի համար $109,700։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ մայիսի 26-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 384 դրամ 14 լումա։ Եվրոպական արժույթի գինը կազմել է 437 դրամ 27 լումա։ Ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 81 լումա։